Եթե ես լինեի Արամ կաթողիկոսի փոխարեն, ես անհամեմատ ավելի մեծ ջանասիրությամբ կպաշտպանեի եկեղեցին, սենց աս։ Այն եպիսկոպոսները ու ներառյալ արքեպիսկոպոսները, ովքեր ճարահատյալ կամ ինչ-որ անձնական շահերից դրդված, բայց ես խորապես համոզված եմ, որ կամ փաստաթղթեր կան, ինչ-որ կոմպրոմատներ եւ իրանք ճարահատյալ են Սեղմում Նիկոլ Փաշինյանի ձեռքը, չէ, պատկերացրեք, օրինակ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը այսօր Հայաստանում լիներ եւ պատմեր այն ամեն ինչ տեղի ունեցավ Արցախում, թե 18 թվականից հետո, թե 19 թվականի գարնանը եւ թե ավելին 23 թվականի սեպտեմբերին։ Իրանց տարածքում կարող է զանգել բողոքել, ծահեգնանքել։ Հա, բայց պետք է ասի էլի հիշացնի, որ I'm the other guy։ Ալիևը, որ ասում էր, ինձ պարտադրում են ճանաչել Ղարաբաղի անկախությունը, այսինքն արևմուտքը, Եվրոպան եւ Ամերիկաներ չէ պարտադրում։ Բա 16 թվին եթե պարտադրում էր, 18-ին ինչի այլևս չէր պարտադրում, 20-ին ինչի այլևս չէր պարտադրում, որովհետեւ Փաշինյանը փորձեց բոլորին խաբել։ Մեր մաթեմատիկան մեկ սիրո բանաձևը չի գտել, լավ, մեկ էլ հայկական քաղաքականության եւ քաղաքականություն։ Որ դոժն սիձեց в тюрьме։ Իսկ գուցե ասել գնա, որ Հայաստանը հանգիստ ապրի։ Որ դոժն սիձեց в тюрьме։ Բարև ձեզ, իմ այսօրվա հյուրը Հայաստան դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանն է։ Բարև ձեզ, պարոն Խաչատրյան, շնորհակալություն, որ ընդունել եք իմ հրավերը։ Ես մի քիչ ուսումնասիրել եմ ձեր կենսագրությունը, հարուստ կենսագրություն ունեք, եւ բանկեր եք եղել, եւ նախարար, եւ փոխնախարար, եւ բիզնեսում եք ներգրաված եղել, բայց ինձ ամենից շատ հետաքրքրեց, որ դուք ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների տեխնացու եք, այսինքն ես կարող եմ հուսալ, որ մեր այսօրվա հարցազրույցը շատ հետաքրքիր կլինի։ Փորձենք մի քիչ գիտական տեսանկյունից նայենք այն ամենին, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանում, եւ առաջին հարցս, գիտեք, Կիլիկիո կաթողիկոսի մասին է, որտեղ որպես դաշնակցական ձեր կուսակցությունը միշտ 20-րդ դարի 20 թվականներից ամենայն դեպս շատ սերտ կապեր է ունեցել, նաև ձեր ազդեցությունն է մեծ եղել, դաշնակցության ազդեցությունը ըստ ձեզ այսօրվա իրավիճակում արդյոք Արամ առաջինը չպետք է լիներ Երևանում եւ այստեղ իր աջակցությունը ցույց տար կաթողիկոս Գարեգին II-ին։ Սկսենք նրանից, որ այո, Կիլիկիո կաթողիկոսության հետ դաշնակցության հարաբերությունները եղել են բավականին սերտ։ Իհարկե սերտ են եղել նաև հարաբերությունները Վեհափար Հայրապետի հետ Երևանում, Սփյուռքում այն թեմերում, որտեղ այն երկրներում, որտեղ կա Մեծիտան Կիլիկիո կաթողիկոսության թեմերը եւ նաև Կիլիկիոյակահենց կաթողիկոսությունն է, Աթոռնը, իհարկե հարաբերությունները շատ սերտ են եղել եւ նաև գլոբալ առումով, բայց միանգամից ուզում եմ ասեմ, որ Կիլիկիո կաթողիկոսությունը դաշնակցության ենթակա կառույց Ես հասկանում եմ, որ ենթակա բայց շատերի մոտ մենք հասկանում ենք, չէ, որ մեր զրույցի լսարանը ես եւ դուք չենք։ Դա դաշնակցության հարաբերությունները եղել են սերտ, բայց չի նշանակում, որ Կիլիկիո կաթողիկոսը, Մեծիտանն կաթողիկոսը դաշնակցության ասում անում է այն ինչ որ դաշնակցությունն ասում։ Ամեն դեպքում այսօր էլ չէ այդ հարաբերությունները։ Հարաբերությունները կան, իհարկե կան։ Եվ մյուս հասնելը ստակեցնենք, որ ես իմ անձնական կարծիքն եմ այստեղ բացառապես հայտնում։ Եթե ես լինեի Արամ կաթողիկոսի փոխարեն, ես անհամեմատ ավելի մեծ ջանասիրությամբ կպաշտպանեի հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու, կպաշտպանեի եկեղեցին, սենց աս։ Իսկ չեք կարծում նաև այն փաստը, որ հայերն ունեն երկու կաթողիկոս, որոշ առումով նաև դա է թույլ տվել Փաշինյանին սկսել այն արշավը եկեղեցու դեմ, մտածելով, որ դե կկարողանա իր կողք քաշել մի մասը եպիսկոպոսների։ Ես չեմ կարծում, որ դա երկու աթոռների հետ որևէ առնչություն ունի։
Պատմական, գիտեք, 1700 տարվա պատմություն ունեցող կառույց է եւ պատմական տարբեր իրադարձությունների արդյունքում ունենք երկու կաթողիկոսություն, ունենք երկու պատրիարքություն, վերջիվերջո կա նաեւ Երուսաղեմի պատրիարքը եւ Կոստանդնուպոլսի պատրիարքը։ Բայց դա չի նշանակում, որ գիտեք, եթե մի աթոռ լիներ, Փաշինյանը այս ամեն ինչը չէր անի, չէ, կարծում եմ որևէ առնչություն չկա, որևէ կապ չկա, որովհետև այն եպիսկոպոսները ու ներառյալ արքեպիսկոպոսները, ովքեր ճարահատյալ կամ ինչ-որ անձնական շահերից դրդված, բայց ես խորապես համոզված եմ, որ կան փաստաթղթեր, կան ինչ-որ կոմպրոմատներ եւ իրանք ճարահատյալ են Սեղմում Նիկոլ Փաշինյանի ձեռքը, իրանք բոլորն էլ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու, այսինքն էջմիածնական արքեպիսկոպոսներ են։ Ոնց որ Կիլիկիո կաթողիկոսությունից ես որևէ մի arczepiskopos-ի կամ եպիսկոպոսի տեղակ չեմ, որը ըստ ձեզ Նիկոլ Փաշինյանին աջակցել։ Հասկանում եմ։ Իսկ ըստ ձեզ adekvat է արդյոք կաթողիկոսի տվյալ դեպքում արդեն Գարեգին II-ի այս դիրքը, չեք կարծում, որ նա պետք է ավելի ակտիվ լինի, ինչպես ակնկալում են հայաստանցիները, հայերը զարմացած հետևում են, ինչու նա ոչինչ չի անում, ինչու նույնիսկ արդեն ինչքանի օր է անցել այդ հայտարարությունից եւ այդ եպիսկոպոսները կարգալույծ արված չեն։ Գիտեք, ասում են Աստծուն, Կեսարինը Կեսարին։ Ես վստահ եմ, որ Հայաստանյաց առաքելական եկեղեցին եւ վեհապար հայրապետը այս թնջուկի ճիշտ հանգուցալուծման կգան։ Ակնհայտ է նաեւ, որ որևէ ձևով, այսինքն լուծում չկա իր արշավը սկսելիս Փաշինյանը ինչ էր ուզում, որ այնքան ճնշի կաթողիկոսին, որ նա ինքնակամ հրաժարվի, ակնհայտ է, որ չի հրաժարվում, հետո ինչն է, ինչ շարունակություն է ունենալու այս պատմությունը։ Ես էլ եմ ասում, Աստծուն, Կեսարինը Կեսարին։ Մեր համնադրությամբ եկեղեցին եւ պետությունը անջատ են։ Իշխանությունները, աշխարհիկ իշխանությունները իրավունք չունեն միջամտելու ակնհայտ է։ Եկեղեցուն ներքին անցուդարձին։ Ինչպես որ եկեղեցին անջատված է եւ չի մասնակցում պետական կառավարմանը։ Սրանից ամենևին չի հետևում, որ հոգեվոր հայրերը, եկեղեցականները, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որպես հայեր, չպետք է իրենց կարծիքը հայտնեն Հայաստանում եւ բարդ է դա երկու տարի առաջ Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ եւ նաեւ օրինակ իրենց կարծիքը չհայտնեն կամ Հայաստանի քաղաքականության վերաբերյալ եւ չպահանջեն հարգել արցախցիների իրավունքները, ներառյալ վերադարձի իրավունքը։ Այստեղ Փաշինյանը փորձում է ասել, բայ եւ իր հետևորդները, բայ ինչ է եկեղեցին խառնվում, ոչ։ Վեհապար հայրերը, լավ, սրբազան հայրերը եւ ընդհանրապես հոգեվոր դասը, որպես անձիկ իրենց վրթովմունքը եւ իրենց մոտեցումը իրավունք ունեն հայտնելու։ Բայց կրկնում եմ, պետությունը անջատ է եկեղեցուց եւ Նիկոլ Փաշինյանի արածը ուղղակի սահմանադրության բռնաբարում է նշանակում։ Ինչպես կարձագանքի Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին եւ վեհապար հայրապետը, ես ասում եմ, եկեղեցին 1700 տարվա պատմություն ունի, շատ ավելի ծանր ժամանակներով է անցել եւ գտել է լուծումներ եւ լիահույս եմ եւ համոզված եմ, որ եկեղեցին կարողանա այս ամեն ինչը հանգուցալուծել, ուղղակի անհրաժեշտ է բռունցքվել եւ կանգնել վեհապար հայրապետի եւ մայր աթոռի թիկունքին։ Չեն լինի թիկունքին։ նոր եպիսկոպոսներ, չեն լինի նոր հոգեվորականներ։ Ես նման բան չեմ ասում։ Կարող են Բայց եւ լինել։ ակնհայտ է, որ այս պայդրությամբ Նիկոլ Փաշինյանը իր ողջ մամլիչ ապարատը գործի է դրել եւ ընդամենը 10 եպիսկոպոսի է կարողացել։ Մոտավորապես 20%-ը բոլոր եպիսկոպոսների, այսինքն նա այնտեղ էլ ունի մոտավորապես պլյուս-մինուս 20% Դե մի մոռացեք, աջակցություն։ որ միայն եպիսկոպոսները չեն, կան վարդապետեր եւ կան քահանաները։ Եվ ինչ, ասկան երկու կարգալույց քահանա եւ ընդամենը մի քանի եպիսկոպոս, դա ուղղակի ցույց է տալիս, որ Փաշինյանը ձախողել է եւ իդեպ Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցած հերետիկոսությունը
կռապաշտությունը, դա նույնպես Փաշինյանի ձախողումն էր, որովհետև մենք տեսանք, որ Երևանից չէր կարողացել մի եկեղեցի մարդ հավաքել եւ ես այդ օրը այնպես ստացվեց, որ եկեղեցու մոտով էի անցնում եւ երևում է, չէ՞։ Չէ, բացի դրանից այն ինչ արեց Հովիկա Իշխանյան։ Եվ ինչ արեց Հովիկա Իշխանյան եւ Հայկը, նաեւ նրա մասին են խոսում, որ այսուհետ Փաշինյանի այդ այսպես կոչված պատարակները հանգիստ չեն անցնելու եւ նման օրինակներ ելի են լինելու, մարդիկ հետևելու են։ Դա պատարակ չէ, դա հերետիկոսություն էր, դա կռապաշտություն էր, որովհետեւ զեղչվել վեհապարի անունը, դա նշանակում է շեղվել ես կանոններից։ Իսկ չի թվում, որ Փաշինյանը գուցե այսօր արդեն ուզում է կանգ առնել, բայց չգիտի ինչպես։ Դուք Փաշինյանին լավ չեք ճանաչում։ Ահա, բացատրեք։ Ինչ Փաշինյանը կանգ կառնի, եթե տեսնի, որ ձախողվել է։ Փաշինյանը երբեք կանգ չի առնի, որովհետև իր մեջ խիղճը խոսեց կամ պատասխանատվությունը խոսեց։ Չէ, բայց ձախողվելու մասին եմ ես։ Այո, ձախողվել է, բայց հիմա կփորձի ինչ-որ մի հատ այլ մոտեցումներ դրսևորել։ Իսկ չեք կարծում, որ նաև անդիմությունն է մեղավոր, որ ամեն դեպքում հայաստանյան ներքաղաքական կյանքը թելադրվում է Փաշինյանի կողմից, այսինքն օրակարգը նա է թելադրում, անդիմությունը չի թելադրում իշխանություններին։ Նախկինում անդիմությունն էր, չէ՞, թելադրում, ասենք ինչ-որ ակցիաներ էր անում, միջոցառումներ էր կազմակերպում եւ իշխանությունները ստիպված էին արձագանքել, ինչ-որ նույնիսկ նոր բաներ գնալ ընդառաջ, ինչ-որ հարցերում, իսկ այսօր անդիմությունը այսպես пассив սպասում է։ Այստեղ պետք է նայենք նախկինումը ինչի նկատի ունեք, մի տարի առաջ, 2 տարի առաջ։ Շատ լավ, այսինքն կար փողոցային փողոցային բռնկումներ, որոնք բարբերաբար սրվում եւ իջնում էին, որովհետեւ մենք ունենք հայրենիքի փրկության շարժում, դիմադրության շարժում, սրբազան շարժում։ Չէ, միանգամից չէ, իհարկե մենք տեսնում ենք, որ բարբերաբար նաեւ տեղի ունենում բռնկումներ։ Մի տարի է չի լինում։ Ես տենց չէի ասի, իհարկե, մի տարի չի լինում, այդ ակտիվ Դե հաշվեք, ինչի՞ չէ, դա էլ հաշվեք։ Չէ, որովհետև մեր ձևովը այս պահին իրենք ոչ թե քաղաքական պայքար են տանում, այլ այդ բոլոր հանրահավաքները, որ տեղի են ունեցել, ինչպես ես եմ հասկանում, դրանք ի պաշտպանություն Սամվել Կարապետյանին են։ Չլիներ Սամվել Կարապետյան ԱԱԾ նկողում, չէին լինի այդ հավաքները նաև, հա, ըստ այդմ դա ասենց այսպես քաղաքական պայքարի դրսևորում չի։ Դե ճիշտ եք ասում, բայց չլիներ օրինակ Արցախը հանձնելը, չէ լինի օրինակ սրբազան շարժում։ Տենց չի ասում։ Դաշնակցությունը ինչու է пассив։ Դաշնակցությունը пассив չի, դաշնակցությունը այսօրվա ամենաակտիվ քաղաքական ուժն է, թե խորհրդանում, թե խորհրդանից դուրս, թե Երևանում եւ թե մարզերում։ Եվ Հայաստան դաշինքը այսօր ակտիվ պատրաստվում է ընտրություններին։ Հայաստան դաշինքը չի բացառում ընտրություններին մասնակցելը, բայց Հայաստան դաշինքը երբեք չի ասել, որ Նիկոլ Փաշինյանին տուն ուղարկելու միակ հնարավորությունը ընտրություններն են։ Եկեք անդրադառնանք վաղարշապատի ընտրություններին, որովհետև վաղարշապատում երկու բան արձանագրենք, առաջինը անդիմությունը պարտվեց, անսպասելիորեն պարտվեց շատերի համար անսպասելիորեն, եւ երկրորդը այդուամենայնիվ Հայաստան դաշինքի տեխնացուն 30% ծայրավակեց։ Ինչպես եք գնահատում այդ ընտրությունները։ Նախ ես տենց կատեգորիկ չէի ասի, թե անդիմությունը պարտվեց։ Այո, չէ, հասկացա, հիմա բյուրոսն է իրան թվաստի հաղթել է, բայց իրականում պարտվել էր։ Ընտրությունները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը իր ամբողջ ռեսուրսները, պետության ամբողջ ռեսուրսները օգտագործելով կարողացավ հավաքել վաղարշապատ խոշորացված համայնքի 22%-ից էլ քիչ ընտրողների ձայները։ Մասնակցությունը 50%-ից քիչ, իր օգտին քվեարկեց 50%։ Բայց դա կարող է կրկնվել նաև մյուս ընտրություններին։ Դա արդեն բավականին դժվար է լինելու, որովհետև պատկերը վաղարշապատում լիովին այլ կլիներ, եթե ընտրություններից առաջ իրենք օրինակ չփոխեին վաղարշապատ խոշորացված համայնքը, խոյ չմիացնեին։ Իսկ հիմա ինչ են միացնելու ադրբեջանցիներին բերելու են Հայաստան, որ Նիկոլ Փաշինյանի օգտին կվարկեն։ Ինչ որ մի փաստաթուղթ կստորագրի, խաղաղություն է բերում, ինվեստիցիաներ կբերի ամերիկյան։ Նախ ես չեմ բացառում, որ Ադրբեջանը ժեստ կանի, որպեսզի Փաշինյանի դիրքերը ուժեղացնի։ Ամենևին չեմ բացառում։ Ամերիկյան ինվեստիցիաները ինչի մասին որ խոսում են, գոնե իմ առաջի դիտարկմամբ
թվում է թե շատ մեծ ինվեստիցիաներ են, բայց ինչ է, թանկանոց տեխնոլոգիան գնվելու է, տեղադրվելու է Հայաստանում, այնպես որ այդ 500 միլիոնը, որի մասին խոսում ենք, ինքը էական ազդեցություն չի ունենալու Հայաստանի տնտեսության վրա։ Որևէ կերպ թրիփը չի կարող շահագործվել այդ 6 ամսվա ընթացքում։ Բնականաբար։ Հետևաբար ինչ պետք է արվի։ Պարտք կարող է տան, որ ինքը բերի եւ երկիրը լցնի փողով, որը ոչ թե մեր ապագա սերունդներն են վճարում, այլ մենք ենք վճարում, որովհետեւ այսօրվա բյուջեով, այսօրվա իրականությունն այն է, որ ամեն աշխատած 3 դրամից մի դրամը մենք դուրս ենք տալիս պարտքի մայր գումարի եւ տոկոսի վճարման համար։ Բայց դա չի նշանակում, որ ինքը չի անելու է, իհարկե անելու է։ Հիմա մենք պետք է ձեռքներս ծալած նստենք, թե ներկայացնենք իրավիճակը։ Պարոն Խաչատրյան, տեսեք, գիտեք ինչի մասին եմ ուզում ձեզ հետ խոսել, ուզում եմ ձեզ հարցնել ձեր կարծիքը Բաքվի քաղաքականության վերաբերյալ, որովհետև մի կողմից Ալիևն ու նրա թիմը հիմար չեն եւ հասկանում են, որ այս փուլում գոնե պետք է օգնեն Փաշինյանին։ Մյուս կողմից իրենք ցանկացած առիթ բաց չեն թողնում Հայաստանին քննադատելու համար։ Օրինակ բերեմ ամենավերջին թարմ օրինակը Հաջիևը եվրոպական ինչ-որ մի մեդիային տված հարցազրույցում 3 կամ այսօր, չգիտեմ, այսօր հրապարակվել հայտարարել է, թե Ադրբեջանը չի օգնում Ռուսաստանին շրջանցել այդ պատժամիջոցները, արևմտյան եւ ամերիկյան եւ եվրոպական ի տարբերություն Հայաստանի եւ ընդգծել է, որ Հայաստանն է շրջանցում, օրինակներ է բերել, նույնիսկ հեգնել է, թե իբր Հայաստանում Մերսեդեսներ կամ Տեսլաներ չեն արտադրվում։ Տեսեք, մի կողմից նրանք հասկանում են, որ պետք է, ու էլի կրկին էլ չխոսեմ, որ կրկին օգտագործել է Զանգեզուր միջանցքը, ոնց որ հատուկ օգտագործի, թեև կարող է շատ հանգիստ շրջանցել այդ տերմինը, նույն բանն ասել առանց այդ տերմինն օգտագործելու։ Մի կողմից նրանք հասկանում են, որ պետք է օգնեն, մյուս կողմից գայթակղությունից ելնելով կամ չգիտեմ ինչից ելնելով, որտեվ դժվար թե նրանք այդքան հիմար են, էլի, անընդհատ ինչ որ այսպես ինչ իրականում ինչ է կատարվում եւ ինչ է ուզում Բաքուն իր այս պահվածքով ասել։ Դե ակնհայտ է, թե հիմար լինեին, հիմա իրավիճակը թե Արցախում, թե շփման գծում լրիվ այլ կլիներ եւ ընդհանրապես չէր լինի 2020 թվականի աղետալի պատերազմը։ Այո, ադրբեջանցիները համ ժողովրդական լեզվով ասած համ եղում են, համ դաղում են։ Ակնհայտ է, որ իրենց համար նախընտրելի անձը Նիկոլ Փաշինյանն է եւ մանավանդ Ստամբուլի եւ Աբու Դաբի հանդիպումներից հետո իրանք դա պարզ ասում էին, որ սա ուրեմն հաղթաթուղթ է Փաշինյանին, որ ներսի ուրեմն Հայաստանում ցույց տա իր դիրքերը ամրապնդի, բայց մյուս կողմից Փաշինյանին հասկացնել են տալիս, որ գիտես ինչ կա, այն թոկը, որ դու ասում ես, Ղարաբաղը թոկ էր Հայաստանի վզին, իրականում թոկը հիմա իրանք են գցել Հայաստանի վզին, Փաշինյանի վզին եւ ցույց են տալիս, որ ինչքան կուզեն կձգեն, չեն խեղդի, իրենց անհրաժեշտ է Փաշինյանը, բայց իրանք էլ գիտակցում են, որ Փաշինյանը հավերժ չի եւ քանի կա զիջումները կկորզեն, որտեվ գիտեն, որ շատ ձգեն, Փաշինյանի վիճակը շատ ծանր է լինելու եւ դրա համար հիմա զիջումներ են կորզում։ Եվ միևնույն ժամանակ ցույց են տալիս, որ հասկացի, հիշի, տես, թե մենք ինչ ազդեցություն ունենք քո վրա։ Սա է, բայց շատ ոսկերչական, գիտեք, այդ դոզավորումը շատ ճիշտ են տալիս, էլի, որ մի կողմից զիջումները կորզեն, բայց մյուս կողմից էլ ցույց տան, որ գիտեք։ Ամեն դեպքում ես նկատել եմ, որ կարող են գնալ բոլոր հարցերում զիջումների, բացառությամբ 2 հարցի, առաջինը գերիների հարցը եւ երկրորդը այդ այսպես կոչված Զանգեզուրի միջանցք տերմինի հարցը, որտեղ ես ճիշտ եմ հասկանում, որ իրենց խնդիրն են լուծում, այսինքն իրենք բերել են միջազգային օրակարգ այդ տերմինը եւ չեն ուզում այդ տերմինից հրաժարվել, հավանաբար նրանց համար այդ տերմինը ավելի կարեւոր է, քան Փաշինյանի իշխանությունը։ Առաջինը գերիների հարցում ես չեմ կարծում, որ Փաշինյանի եւ Ալիևի միջեւ այդ հարցում կոնֆլիկտ կա։ Հակառակը ես խորապես համոզված եմ, որ Ալիևը եւ Փաշինյանը այդ հարցում նույն մոտեցում ունեն, նույն նպատակը ունեն։ Ալիևը ցույց է տալիս, որ տեսեք այն մարդիկ, ովքեր ինձ հաղթել են, հիմա իմ բանտերում են,
իսկ Փաշինյանին պետք է որ այդ մարդիկ Հայաստանում չլինեն։ Չէ, պատկերացրեք, օրինակ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը այսօր Հայաստանում լիներ եւ պատմել այն ամեն ինչ տեղի ունեցավ Արցախում թե 18 թվականից հետո, թե 19 թվականի գարնանը եւ թե ավելին 23 թվականի սեպտեմբերին։ Դա առաջինը եւ երկրորդը վերջ-վերջո այդ մարդիկ արցախցիների վրա էական ազդեցություն ունեին։ Ամեն դեպքում Փաշինյանին շատ ձեռնտու է որ իրենք լինեն շատ հեռու։ Ես նկատել եմ նաեւ, երբ որ ես գերիների մասին կամ Ռուբեն Վարդանյանի մասին, մյուս գերիների մասին ինչ-որ գրառում եմ անում Facebook-յան էջում եւ միանգամից գալիս է երկու խումբ վատ կոմենտներ գրելու, առաջին խումբը իշխանական մեր իշխանական ֆեյքերն են եւ երկրորդ խումբը ադրբեջանցիներն են, նույն բաներն են գրում բացառությամբ, որ ադրբեջանցիները գրեթե ամեն երկրորդ մեկնաբանության մեջ նշում են շուտով Բաքվում թեյ կխմեն նաև Քոչարյանն ու Սարգսյանը։ Այո, որովհետև երկուսը միասին դեմ են, նշանակում է այդ երկուսի շահերը համընկնում են, իրենց մոտեցումները համընկնում են։ Եվ երկրորդը, այո, իրանք Ալիևին ներողություն, Փաշինյանին ձոնված երկ ունեն, չէ՞։ Եվ իրանք մեղավոր համարում են նաև պարտության մեջ, առաջի պատերազմում եւ այս 30 տարվա մեջ նախագահներ Քոչարյանին, Սարգսյանին, ոմանք նաև Լևոն Տեր-Պետրոսյանին, նաև համարում են, ասենք թշնամեն համարում են զինվորականներին, ովքեր պայքարել են եւ հաղթել են պատերազմում, ինչպես նաև Դաշնակցություն կուսակցությանը։ Հիմա մյուս հարցը, որը դալիս էիք Միջանցքի հետ կապված, Ալիևը, ինչ է, իր համար հստակ է, ինքը իր ժողովուրդն էլ չէ, պետք է տեսնի, որ ինքը Ալիևը անպարտելի առաջնորդ է, հաղթանակած է, ասել է կլինի Միջանցք, եւ հիմա նաեւ իր ժողովրդին է ցույց տալի, որ կլինի Միջանցք, բայց խնդիրը Ալիևը չի։ Միջանցք են ասում նաեւ թուրքական կազմակերպության, թուրքական պետությունների կազմակերպության անդամները, նույն Ղազախստանը, որ Նիկոլ Փաշինյանին մի քանի օր առաջ իրենց բարձրագույն պարգևով պարգևատրեց, հենց Ղազախստանում, հենց հայկական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Միջանցք բառն է օգտագործել։ Դե դասական փափուկ բարձ են դնում, էլի։ Թրամփը օգոստոսի 8-ին օգտագործել է Միջանցք բառը։ Եվ ես բարձ ասում եմ, քանի որ Միջանցք բառի ունիվերսալ սահմանումը չկա, երկու կողմերը փորձելու են այդ զիջումները մեկը ներկայացնի որպես Միջանցք, մյուսը ասի չէ դա Միջանցք չի, բայց անխոչնդոտ բառը արդեն նշանակում է որ դա Միջանցք է, որ այդ ճանապարհի Ոչ մի լավ բան թրիփում չեք տեսնում։ Ես թրիփում լավ բան կտեսնեի, եթե թրիփը ձգվեր մինչև Սադարակ երասխ։ Եթե դա նպաստեր, որ Հայաստանի շրջափակումը ճեղքվեր։ Դա տնտեսական պահն է, իսկ անվտանգային առումով այն, որ Միացյալ Նահանգները հետաքրքրված են մեր տարածաշրջանով եւ եկել են կոնկրետ Հայաստանում ինչ-որ ծրագիր են իրականացնում, արդյոք դրանում որևէ դրական բան չկա։ Միացյալ Նահանգները միշտ են շահագրգռված, նույնիսկ եթե նայենք Key West-ում ինչ էր, չէ՞։ Ադրբեջանը ճանաչում էր Լեռնային Ղարաբաղը լղիմ տարածքով Հայաստանի մաս եւ Լաչինը Հայաստանի մաս, փոխարենը ստանում էր անխոչնդոտ անցում Միջանցքը եւ դա ամերիկյան ծրագիր էր։ Եվ ըստ էության ամենալավ ծրագիրն էր։ Եվ ըստ էության ամենալավ ծրագիրն էր, ավելին ասեմ, ի տարբերություն այսօրվա, երբ ոչի բան չես ստանում, միայն Միջանցք ես տալիս։ Եվ երկաթգիծը անցնում է նախին սովետական երկաթգծի տարածքով, այսինքն դու փաստորեն ինչ որ մի անհասկանալի հողաշերտով անջատվում ես Իրանից, այնտեղ երկաթգիծը էստակադա էր, թունել էր, այսինքն որևէ կերպ չէր խոչընդոտվում Հայաստան-Իրան սահմանային անցումը։ Միացյալ Նահանգները միշտ են շահագրգռված եղել, իրանց դա անհրաժեշտ էր, հասկանալու են իրենց գեոպոլիտիկ խնդիրները։ Մենք ինչ ենք դրանից ստացել։ Հարցը դրանում է։ Անվտանգային որևէ դրական բան չկա։ Չէ, եթե թշնամու զինված ուժերը քո տարածքում են, թշնամին շարունակաբար քեզ նոր պահանջներ Չէ, դրանք մի կողմ դնենք զույգ թրիփով, եթե ենթադրենք
փոխվում է իշխանությունը, կա արդեն այդ թրիփը, գալիս է նոր իշխանություն եւ սկսում է այդ թրիփի շուրջ բանակցություններ։ Մենք գիտենք, որ սատանան մանրուքների մեջ է։ Շատ ճիշտ ասեք, թրիփը ինքնին մի հատ գաղափար է։ Լավ, որի մանրամասները որևէ մեկը չի տեսել։ Եթե այսպես ասեմ, Թրամփի ստորագրությունը դրական բան է, թե բացասական։ Դա հարցը նա որ Թրամփի ստորագրություն չկա։ Թրամփը ստորագրել է որպես վկա։ Եվ հիշեցնեմ, որ այս իշխանությունները իրենք սկզբից ամեն ինչ անում էին ցույց տալու համար, թե իբրև թե դա եռակողմ հայտարարություն է, բայց Թրամփը ասում է, դուք ստորագրել եք, ես էլ վկա եմ եղել։ Այսինքն դա եռակողմ չի եղել, Միացյալ Նահանգները հանդես չեն եկել որպես երաշխավոր, եթե տենց բան լիներ, իհարկե մի քիչ հանգստություն դա կբերեր, բայց այստեղ ստորագրել եք, ես էլ վկա եմ եղել։ Պարոն Խաչատրյան, ես հասկանում եմ, որ թրիփը ամբողջությամբ ոչ թե հայկական կողմի մտահաղացումներ, ոչ էլ ամերիկյան կողմի մտահաղացումներ, դա ավելի շուտ հավանաբար թուրքական, ադրբեջանական ինչ-որ լոբինգի արդյունք է, բայց արդյունքում այդ թրիփի հետևանքով շնորհիվ, ինչպես ուզում եք, ամերիկյան Թրամփի ստորագրությունը կա Հայաստանում։ Okay, ինչ ձևով ուզում է լինի, բայց մենք տեսնում ենք, չէ, աշխարհում ինչ է կատարվում եւ ասենք դա կարելի է օգտագործել։ Ընդունեցի, բայց կա դեկլարատիվ հայտարարություն եւ մենք մանրամասը չենք տեսել, որովհետեւ ինքը խոսում էր Թրամփը, ասես development rights, այսինքն կառուցապատման իրավունք։ Հիմա եթե սա ենթակառուցվածքային շինարարություն է, դասական ՊՄԳ է դառնում պետություն, մասնավորատված գործընկերություն, պետությունը չունի այդ գումարը, մասնավոր ընկերությունը կառուցում է, շահագործում է, անում է ծախսերը եւ ցանկալի Սատանան մանրուքների մեջ եկամտաբերությունը եւ հետո հանձնում է։ Հիմա այստեղ երկաթգծի մասին է խոսքը, թե երկաթգծի տակի հողի մասին է խոսքը։ Իրավական ռեժիմի մասին է խոսքը, ինչ է նշանակում անխոչնդոտ անցում։ Հա, այդքան է միայն լինելու թրիփը, թե վերջապես բարձրանալու է վերև։ Որ շատ կարևոր է, թե ով է հաղթելու ընտրություններին 2026 թվականին, նաև դա ճիշտ բանակցելու է այդ բոլոր մանրուքները ճիշտ տեղը դրելու համար։ Այո, անկասկած, այսինքն որպես շրջանակ ինքը մի ամբողջ մեծ պատկերի, մեծ puzzle-ի որպես մի կտոր կարող է ընդունելի լինել, բայց ամբողջ puzzle-ը պետք է նայել, հասկանում եք, այսինքն խոսքը չի գնում մենակ այդ հատվածին, խոսքը գնում է Հայաստան ապա շրջափակմանը, խոսքը գնում է Հայաստանի ապա շրջափակում արևմուտքից եւ արևելքից։ Հայաստանը իրավունք ունենա օգտագործել այդ երկաթուղին, որը Արալիկ, այսինքն Դիլիջու, Արալիկ, Կարս, Արդահան երկաթուղին։ Հայաստանը իրավունք ունենա օգտագործել Ջուլֆա երկաթուղին։ Ղազախ Իջևան երկաթուղին բացվելու է, թե չի բացվելու։ Վերջը չմոռանանք։ Տեքստում կա հսկայական անորոշություն։ Ադրբեջանը կոնկրետ ստանում է անցում, Հայաստանը ստանում է փոխադարձ առավելություն։ Փաշինյանը 2001 թվականին մի հոդված էր գրել, ասել այդ Միջանցքի փակ պահելը հայերի չուզողության հետևանքն է։ Ճանապարհը պետք է Թուրքիային, ամերիկացիներին, ադրբեջանցիներին տանք, մենք էլ փող աշխատենք։ Կարող է դա է իրավիճակ, դա է խաղ, փող ես աշխատում։ Կամ կարող է տրանզիտի բացելն է ընդհանրապես համարժեք։ Սա է խնդիրը, այսինքն իրավական անորոշությունը շատ մեծ է։ Պետքաներ Հայաստանը ստանում է։ Պատկերացմամբ ամենա վտանգավորը այս պատմության մեջ, թրիփի պատմության մեջ այն է, որ թրիփը ինքնին գուցեև վատ գաղափար չի, համենայն դեպս մենք մանրուքները չգիտենք, իսկ կարևորը դրանք են, բայց Ադրբեջանը շատ հետաքրքիր հնարք ունի, իրենք ասում են թրիփը, Թրամփի անվան ճանապարհ Զանգեզուրի միջանցքով։ Այսինքն ամեն ձևով, այսպես թե այնպես, իրենք այդ Զանգեզուրի միջանցք, այդ գաղափարը այնքան են բերելու, օրակարգ այնքան են խոսելու, որ մի գեղեցիկ օր դա դառնալու է լուրջ էսկալացիայի առիթ եւ ինչպես Արցախի դեպքում շատերը ասացին, որ դե Ադրբեջանի դե յուրե տարածքներ, հիմա էլ նույնը կասեն, դե Ադրբեջանը դրա իրավունք ուներ, որտեվ եւ այլն։ Շատ ճիշտ բան նկատեցիք։ Նախ մի փոքրիկ ներածություն։
ճանապարհների ապաշրջափակմանը որևէ մեկը դեմ չի կարող խոսել եւ մենք միշտ ասել ենք, որ ճանապարհները պետք է ապաշրջափակվեն։ Սա ապաշրջափակման բերում է թե չէ։ Կբերի միայն այն դեպքում, եթե մենք կարողանանք դուրս գալ առնվազն Հայաստան անխոչնդոտ անցում, այսինքն Մեղրիից դեպի Երասխ, եւ եթե մենք կարողանանք օգտագործենք, ելի եմ ասում, Գյումրի-Կարս ճանապարհին, Զուգահեռ ճանապարհը, որը եթե այս ճանապարհը կա, չեմ հասկանում Թուրքիան ինչի է պետք Գյումրի-Կարսը, սա մյուս խնդիրն է։ Մյուսը Ջուլֆա-Ջուլֆան, բարձր չէ, Նախիջևանի Ջուլֆայից Իրան եւ դեպի արևել գնացող ճանապարհը։ Բայց եթե դա նպաստի դրան, իհարկե մենք կողմ ենք։ Մյուսը ամենակարևորն է, որ երբ սկսեց խոսել գնալ թրիփի մասին, ադրբեջանցի կասեն, այո, թրիփը անցնում է Միջանցք։ Այսինքն թրիփը ենթակառուցվածքային ծրագիր է Միջանցքի ներս։ Միջանցքի ներս։ Եվ այո, դա ամենավտանգավորն է։ Սանի պատասխան Փաշինյանը, որ գիտեք, էլ սկի ասելու բան չունի, ասում է չէ, Հայաստանի տարածքում Միջանցք չկա։ Բայց WhatsApp-ով ունի Թրամփի, կարող է զանգել բողոքել։ Սա հեգնանք էր։ Հա, բայց պետք է ասի, էլի հիշացնեմ, որ I am the other guy, I am the guy, բայց ստեղ պետք է բան լինի, ասում են Միջանցքի նկատի ունեն իրանց տարածքով ինչ-որ մի բան, ինչպի իրանց տարածքում Միջանցք լինի էլի։ Եվ ստեղ վերադառնում ենք ձեր նախորդ հարցին, Ադրբեջանն ասում է, տես, ին ձեռն է այս ամեն ինչ, ինչքան կուզեմ կձգեմ, հանկարծ մտքովը չանցնի հուսանավես եւ հակաեկեղեցական պայքարը կապենք նաեւ սրա հետ։ Պարոն Խաչատրյան, ուշադրության շեղում, քանի որ մենք շատ քիչ ժամանակ ունենք, ես շատ ներքաղաքական հարցեր ունեմ ձեզ տալու, բայց վերջացնենք այս արտաքին քաղաքականության այս հատվածը, անվտանգային այս հատվածը։ Ըստ ձեզ, ինչու Ռուսաստանը շատ արագ համաձայնեց այդ Զանգեզուրի Միջանցքին, ավելին փորձեց եւ միջև օրս էլ փորձում է իր սեփական օգուտները քաղել, ոչ թե ընդդիմանար, այլ օգուտները քաղել։ Դե որովհետեւ ռուսները ճիշտ քաղաքականություն են վարում իրանց շահերի տեսանկյունից ելնելով։ Նախ իրանք ինչ ասացին, օքեյ, եթե Հայաստան օգտագործում է Ղազախստան, Ադրբեջան, Վրաստան ուղին, իրանք էլ ասում են, մենք էլ կարող ենք նույնն ասենք Ռուսաստան, Ադրբեջան, Վրաստան եւ ակներևաբար դա ավելի էժան է լինելու։ Հիմա ոնց ես ասելու, չէ, ես ավելի թանկ ծորեն եմ առնում Ղազախստանից, ավելի էժան է Ռուսաստանից չեմ առնելու։ Այսինքն այսօր Հայաստանի իշխանություններն ինչ են ասում, ասում են, տեսեք, թրիփի դրական ազդեցությունը Հայաստանի վրա, այդ մի բուր 4-րդ կարգի ծորեններ Ղազախստանից, Ռուսաստանից ես ինչքան հասկանում եմ ավելի բարձրակ ծորեն է եկել։ Թրիփի առավելությունը ռուսները ինչ են ասում, տեսեք, մեզնից է կախված։ Ամենամեծ դժգոհությունը, որ կա այսօր անդիմության նկատմամբ հասարակության կողմից, գոնե մի շարք մարդկանց կողմից, գալի մասի կողմից, ասում են, հասկանում ենք, Փաշինյանը խաղաղություն է բերել, դե ֆակտո այդ խաղաղությունը կա, չեն կրակում, ադրբեջանցիները բարեկամությունից են խոսում եւ ակնհայտ է, որ այս մարդը պատրաստ է ամեն ինչ զիջելուն եւ այսինքն Բաքուն այլևս որևէ իմաստ չկա Բաքվի համար ռեսուրս ծախսել ռազմական ճանապարհով ինչ որ հարց լուծել, եթե մարդը պատրաստ է ամեն ինչ զիջել, ինչի մենք գնանք ռազմական ճանապարհով ինչ որ Ադրբեջանը։ Սա Նիկոլ Փաշինյանի խաղաղությունն է, խաղաղություն է բերել եւ հասարակությունը այդպես է ընկալում, ասում այո, խաղաղությունը զիջում ենք, բայց դիմացի խաղաղություն եք ստանում։ Անդիմության առաջարկած խաղաղության բանաձևը ո՞րն է, եթե դուք լինեք իշխանության, ինչ պետք է անեք, որ Ադրբեջանը չուզենա ռազմական ճանապարհով ինչ որ հարց լուծել։ Դուք նոյեմբերի 8-ի ադրբեջանական ռազմական շքերթը տեսաք։ Այո, իհարկե։ Այսինքն ճշգրիտ խոցման զենքերը, հեռահար խորքային զենքերը տեսաք։ Այսինքն դա ինչ է նշանակում, ում է դա ուղղված։ Այստեղ արդեն միայն դրոնները չեն, դա հեռահար, բայց ճշգրիտ խոցման զենքեր են մեծամասնությունը։ Եկեք ընդունենք, որ դրանց էական հաստվածը հասցեագրված է լինելու Հայաստանին։ Եվ հենց նոյեմբերի 8-ին դա ցույց տալը, դա ուղերձեր առաջի հերթին Հայաստանին։ Ադրբեջանը չի խոսում խաղաղությունից։ Ադրբեջանի թե պետական պաշտոնյաները, Ալիևից սկսած, թե ադրբեջանցի ժողովուրդը ատելություն է շնչում եւ արտաշնչում Հայաստանի դեմ։
Ալիևի խոսքերը Հայաստանի հասարակությունը հիվանդ հասարակություն է, հայրեն էս կանենք, այն կանենք, այն կանենք, էս կանենք, այսինքն դա խաղաղության ձգտող Ձեր բանաձևը ո՞րն է, պարոն Մեր բանաձևը խաղաղությունը լավ առաջինը պատերազմի ժամանակահատվածում կա ոչ պատերազմական շրջան։ Հիմա մենք դրա անում ենք, բայց սահմանների փակումն է դա պատերազմական դրսևորումներից մեկն է, այսինքն հակամարտությունը հիմա չեն կրակում, բայց կարող են ամեն վարքյան կրակել, չեն կրակում, որտեղ դու ամեն ինչ զիջում ես։ Դուք ինչ եք Եվ անելու, որ երկրորդը, չկրակեն։ որպեսզի դու կարողանաս հասնել իրական խաղաղության, այդ խաղաղությունը պետք է հարգի հակամարտության բոլոր կողմերի նվազագույն կենսական շահերը։ Մենք այսօր Փաշինյանը այսօր մենք չէ զիջում է մեր բոլոր կենսական շահերը։ Այսինքն դու պետք է կարողանաս պահել հստակեցնել որոնք են քո կենսական շահերը, դա քո բաթնան է այսպես ասած։ Եվ ով պետք եւ ինչու պետք է Ադրբեջանը պահի այդ։ Որովհետեւ նենց չի, որ ամբողջ աշխարհը հիացած է Ադրբեջանի անսանցը զորացման։ Կան ուժեր, որոնց դա խիստ մտահոգում է։ Եվ ես միշտ ասել եմ, մեր ռազմական պարտությունը նախորդել էր մեր դիվանագիտական պարտությունը։ Այս իշխանությունները, մենք բոլորին ենք կորցրել։ Հատկապես ում ենք կորցրել, որ պատերազմ է տեղի ունեցել։ Մենք բոլորին ենք կորցրել։ Ռուսներին, պարսիկ իրանցիներին, ամերիկացիներին, եվրոպացիներին։ Եվրոպացիներին Մակրոնը պարում էր, Փաշինյանը։ Ինչը հետո որ պարում էր, ինչ Ալիևը որ ասում էր ինձ պարտադրում են ճանաչել Ղարաբաղի անկախությունը։ Այսինքն արևմուտքը, Եվրոպան եւ Ամերիկաներ չէ պարտադրում։ Բա 16 թվին եթե պարտադրում էր, 18-ին ինչի այլևս չէր պարտադրում, 20-ին ինչի այլևս չէր պարտադրում, որովհետեւ Փաշինյանը փորձեց բոլորին խաբել։ Եվ հիմա փոխանակ ինքը իր արտաքին քաղաքականությունն ինչ է, հակասությունների վրա խաղալ։ Անկախ նրանից, որ Արշակյանը գնում է Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, խոսում է բարեկամության մասին, նույն օրը Կոստանյան Վահանը գալիս է եւ հակառուսական ուղերձներ է հղում։ Այն դեպքում, երբ կան ուժեր միջազգային, ում Ադրբեջանի անսանց հզորացումը չի կարող չմտահոգել, եւ այդ պլատֆորմի վրա կարելի է ապահովել շատ մեծ կոնսոլիդացիա, բայց իրանք դա չեն անում։ Եվ տնտեսական քաղաքականությունը։ Այս երկրի մեր երկրի տնտեսական քաղաքականությունը հիմնված է մտնել դուրս գալ։ Այսինքն, որ ասում եք, Հայաստանը Mercedes չի արտադրում։ Ախր Mercedes չի արտադրում, երազել այլևս չի արտադրում։ Ոչ մի բան չի արտադրում։ Տնտեսական քաղաքականությունը պետք է փոխել, արտաքին քաղաքականությունը պետք է փոխել, պաշտպանական քաղաքականությունը պետք է փոխել։ Առակ ժամանակում դա հնարավոր է անել։ Ճանապարհն ինչքան էլ երկար լինի, մեկը առաջի քայլը պետք է անես։ Այսինքն ասել դա երկար է պահանջում է ոչ մի բան չանել, դա նույնն է ոնց որ ինքդ քեզ խփես։ Անցնենք ներքաղաքական հարցերին, շատ հարց արդեն չեմ հասցնում տալ, բայց գոնե երկուսը կտամ։ Առաջինը ինձ հետաքրքրում է Թաթոյանի հայտարարությունը, որ նախկին նախագահները չպետք է մասնակցեն ընտրություններին։ Տեսեք, մի կողմից բոլորի համար կարող է ծիծաղելի թվալ այդ հայտարարությունները, որտեղ շատերն են հասկանում, որ հավանաբար նման մոտեցում ունի նաև Սերժ Սարգսյանը, ով նախապես հայտարարել է, որ չի մասնակցել ընտրություններին, եւ մյուս կողմից մենք ունենք Հայաստան դաշինքը, որը որ նույնիսկ վաղար շաբաթում 30% ձայն է հավաքել։ Այսինքն ամենամեծ վարկանիշ ունեցող ընդդիմադիր ուժն է։ Այս ամենը հաշվի առնելով, արդեն Հայաստան դաշինքն արդեն ունի որոշում ինչպես է գնալու ընտրություններին, ում հետ է գնալու ընտրություններին եւ ով է լինելու ձեր առաջին համարը։ Այսինքն վարչապետի տեխնացուն։ Կարճ պատասխանեմ։ Դաշնակցության մասնակցության հարցը քննարկվել է Դաշնակցության Գերագույն ժողովում։ Կարծում եմ հաջորդ տարվա ամենասկզբին պետք է լինի։ Հունվարին։ Եվ քանի դեռ չկա կուսակցության որոշում, խոսել թե մենք գնալու ենք, ինչ ֆորմատով են գնալու, ես չեմ կարող։ Բայց հավանաբար դա քննարկում եք։ Գիտեք, քաղաքական ուժերը հաջորդ ընտրությունների հարցը քննարկում են նախորդ ընտրությունների հաջորդ օրվանից։ Դա ոչ մեկի համար գյուտ չի։ Այսինքն դեռ բան չունեք։ Կուսակցությունը որոշում չի կայացրել դեռ։ Մյուս խնդիրը Թաթոյանի հայտարարությունը։
Գիտեք 21 թվականին 26 քաղաքական ուժ մասնակցել է ընտրություններին։ Ինչ ճաշակի, ինչ ուրեմն համի հոտի գույնի քաղաքական ուժ կար, մասնակցում էր ընտրություններին։ Ինչ նշանակում է երկուսը թող չմասնակցեն, որովհետև դա բերում են Նիկոլ Փաշինյանի հաղթանակին։ Էլ տենց խոսացող շատ ուժեր կային, որոնք մասնակցեցին ընտրություններին, հավաքեցին 10-15 հազար ձայն, արդյունքում փոշիացեցին անդիմության ձայները։ Բայց դուք հասկանում եք, չէ՞, որ ենթադրենք դուք որոշում եք նույն Հայաստան դաշինքով գնալ ընտրությունների, հա, եւ ստանում եք մոտավորապես նույն տոկոսներ, ինչ որ ստացել եք օրինակ վաղար շաբաթում, կամ օքեյ, մի քիչ շատ, մի քիչ դա չէ կարևոր։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանին եւ նրա ուժին հաղթելու համար դաշնակցությանը անհրաժեշտ է եւս մեկ մեծ ուժ։ Այո։ Իսկ չկա մտավախություն, որ այդ մեծ ուժը, որ տեսնում են շատերը մեր ձևով շարժման մեջ, այդ մեծ ուժի անունը այդ ընտրությունների ժամանակ չի լինելու, չեն գրանցելու ուղղակի։ Կարող է դաշնակցության մեջ չգրանցեն։ Դե մի քիչ բարդ է գործող կուսակցությանը, խորհրդարանական կուսակցությանը չգրանցելը։ Լեոն ականջը կանչ։ Չէ։ Okay, իսկ եթե չգրանցեն։ Եթե չեմ բացառում։ Օրինակ սա չեք քննարկում այս հարցը։ Ես էլ եմ ասում, հաջորդ ընտրությունների հարցը քննարկվում է նախորդ ընտրությունների հաջորդ օրվանից։ Ես նկատի ունեմ Իհարկե մոդելավորվում է այդ ամեն ինչ, իհարկե պլան B-ներ մշակվում է։ B, A, B, I, B, G, D, E, Չ, Z, իհարկե այդ ամեն ինչը քննարկվում է։ Բայց Թաթյանի ասած, այսինքն ես վերցնում եմ որպես ռացիոնալ մարդ, լավ, ես տեսնում եմ, որ կա այս մարդը, այս կուսակցությունը։ Ավելին ասեմ, ինչքան ու ասում ես, այս մեկը թող չմասնակցի, ընտրություն գնալու հակվածությունը կարող է փոքրանալ։ Այստեղ խնդիրն այլ է, որ ընտրողները, տեսեք, դուք անընդհատ վաղար շաբաթի մասն եք խոսում։ 50%-ից քիչ մարդ ընտրողների 50%-ից քիչն է մասնակցել։ Բայց նաև ընդդիմությանը չհաջողվեց իրենց Հասկացա, դերը։ այսինքն խնդիրը նրանում է, որ շատ մարդ մասնակցի ընտրություններին, եւ ինչքան տեխնացուները շատ լինեն, այնքան հավանականությունը, որ ավելի շատ մարդ կմասնակցի, ավելի մեծ է։ Իսկ որ փոշիանում են ձայները փոքր կուսակցությունները։ Սա հիմա արդեն գալիս է մյուսի ասած։ Դա նշանակում այս ընդդիմադիրները պետք է որոշակի վարվելակերպ, վարքագծի կանոններ որդեգրեն, ինչի մասին մենք ասեցինք նախորդ շաբաթ խորհրդարանի լսումների ժամանակ, եւ երկրորդը ակնհայտ է, որ պետք են մեծ բլոկներ, եւ դուք էլ շատ ճիշտ նշեցիք, որտեղ մեծ եթե Գյումրիում ինչի հաջողեցին։ Լավ, որտեղ կար Վարդան Ղուկասյանը եւ Մարտուն Գրիգորյանը, որը երկրորդ մեծն էր, եւ իհարկե Մայր Հայաստանը, որը նույնպես նպաստեց։ Այսինքն առնվազն պետք է 2-3 խոշոր ընդդիմադիր ուժեր, որպիսի Փաշինյանը պարտվի։ Եվ մյուսը փոքրերը չպետքա փոշիացնեն։ Չպետքա փոշիացնեն։ Իսկ ինչ անեն որ չփոշիացնեն։ Պետքա միանան, դառնան ավելի մեծ բլոկներ։ Այո։ Okay։ Եվ բայց էլ եմ ասում, որովհետև ամբիցիան չպետքա իրենց դրթի սխալ ճանապարհը։ Այսպես ասեմ, հա, պարոն Խաչատրյան, դուք նաև մաթեմատիկոս եք, չէ՞։ Ես ֆիզիկոս։ Առավել եւս։ Տեսաբան։ Չեք կարող մաթեմատիկական օրենքներից ելնելով գտնել, նկարել մի սխեմա, մի բանաձև գտնել ընտրություններին Փաշինյանին, ով ունի ցածր վարկանիշ հաղթելու համար, վերջապես սոցիոլոգիան էլ է, չէ, գիտություն։ Իսկ ցանկացած գիտության հիմքում մաթեմատիկան է։ Եվ այո, սոցիոլոգիան գիտություն է, մաթեմատիկան գիտություն է, ես ինքս նաև դասավանդել եմ քանակական, ուրեմն տալերի վերլուծություն։ Եվ դա ինչ որ ասեմ, դանից է բխում։ Առաջինը ինքը կեսից քիչ մասնակցության պայմաններում կեսից քիչ ձայն է տարել, 22% էլ չի արել, 21.7 էր թե ինչ էր։ Դա համար անհրաժեշտ է, որ մասնակցությունը շատ լինի մարդկանց, չէ՞ թե Փաշինյանը ունի ենթադրենք ռեսուրս 200,000-300,000 մարդ։ Եթե ընտրություններին մասնակցում է 500,000 մարդ, ինքը ունի 60%։ Եթե մասնակցում է 1 միլիոն մարդ, ինքը ունի ընդհանրապես 30%։ Ո՞նց անել, որ 1 միլիոն։ Մարդկանց հետ աշխատել, ասել, որ իրանք գան եւ մասնակցեն։ Նկատի ունեմ Հայաստան դաշինք։ Այո, մենք քաղաքում, մարզերում դալիճային հանդիպումներ, բաց հանդիպումներ եւ այլն։ Եվ երկրորդը էս փոքրերը, լավ, տեսեք նույն Հայաստանի տարբերակ, հայաստանյան ընտրությունների 21 թվի։ Փաշինյանը հավաքել 53.8%, եթե չեմ սխալվում, այդ փոքր կուսակցությունների մասնակցության
Եվ շեմը չհաղթահարելու հետևանքով ինքը այսօր ունի 65-66%։ Նմանապես եւ Էջմիածնու վաղար շաբաթում հավաքել էր 40 քանի տոկոս, կեսի մասնակցության պայմանում, հիմա ունի 56%։ Այսինքն սա պարզ մաթեմատիկական հաշվարկ է։ Կնային մարդիկ, ովքեր Փաշինյանին չեն սիրում, թող գնան քվեարկեն իրանց ճաշակով մեծ խոշոր ընդդիմադիր ուժերի։ Չկա բանաձև, նենց անել, որ չլինի այդ ամենը մաթեմատիկական բանաձև։ Թե հայերի մոտ դա չի աշխատում։ Չէ, մաթեմատիկան մեկ սիրո բանաձևը չի գտել։ Լավ, մեկ էլ հայկական քաղաքականության։ Եվ քաղաքականության։ Մենք անցանք մեր բլից հարցերին, 6 հարց եմ ձեզ տալու, կամ կարճ, շատ կարճ պատասխան է ենթադրում, կամ այո, կամ ոչ։ Առաջին հարցը. Ինչ ազգանուն է ունենալու Հայաստանի հաջորդ վարչապետը՝ Կարապետյան, Քոչարյան, թե Փաշինյան։ Հաջորդը։ Դա ես կներեք սուրճ չեմ խմում։ Բայց Փաշինյան չի լինելու։ Պատկերացրեք, որ ընդդիմությունն արդեն հաղթել է ընտրություններին եւ որ ուժերն են լինելու այդ կոալիցիոն կառավարության կազմում ըստ գոնե մի քանի ուժ կարող եք թվարկել։ Չէ, դե մենք ենք լինելու մեկ։ Միայն ձեր անունը կարող եք տալ։ Եկեք Okay, մենք պարտվել եկեք գիտության հետ առնչվող հարցեր տալ, այլ ոչ թե բախտախաղի։ Շատ լավ, մենք պարտվել ենք 44-օրյա պատերազմի մասին է խոսքը, թե գիտության, թե դավաճանության պատճառով։ Ես սկզբից հակված էի սխալին դա վերագրել, բայց Փաշինյանի հայտարարությունները, որ ես գիտակցված չեմ գնացել պատերազմը կանխելուն եւ այլն, իմ մեջ ողջամիտ կասկածներ են առաջացնում, որ դիտավորությունը, կասկածներ ունեմ, որ եղել է դիտավորություն եւ ես կարծում եմ, որ այդ հայտարարությունից հետո Փաշինյանի դատախազությունը պետքա գնար եւ շատ լուրջ քննություն անցկացներ։ Ռուսաստանը այսօր շարունակում է մնալ Հայաստանի ռազմավարական եւ անվտանգային դաշնակիցը։ Կարծում եմ, որևէ մեկը դա չի հերքել, այլապես նույնիսկ այս իշխանությունները, ովքեր թվացial արևմտամետ են, իրանք դուրս կգային թե հապկից, թե ԵԱՏՄ-ից։ Նիկոլ Փաշինյանին ընտրություններից հետո անդիմության հաղթանակի դեպքում պետք է տալ հումանիտար միջանցք, թե անպայման անհապաղ պետք է տանել դատարան։ Դատարան պետք է տանել նրան, ով որ մեղք է գործել, ով որ հանցագործություն է գործել։ Դատարան տանելը քաղաքական վոլյունտարիզմի հետևանք չպետք է լինի, այլապես դա նույնն է, ինչ ուրեմն Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն պետք է դատվեն բոլոր նրանք, ովքեր գործել են հանցագործություն։ Նիկոլ Փաշինյանի դեպքում որն է ավելի ճիշտ Հայաստանի համար։ Պետք է գնա եւ այդ ամեն ինչը ստուգի։ Այսինքն դեմ եք, որ հումանիտար միջանցք տրամադրենք։ Ասենք որ должен сидеть в тюрьме։ Իսկ գուցե ասել գնա, որ Հայաստանը հանգիստ ապրի։ Որ должен сидеть в тюрьме։ Անդիմությունը հաղթելու է 2026 թվականին։ Միակ հարցն էր, որ միանշանակ պատասխան տվեցիք։ Դե որովհետև դուք շարունակում եք առավոտները կոնյակ խմել։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան։ Շնորհակալ եմ։